Հարգելի պարոնայք նախարարներ, ազգային ժողովի հանձնաժողովների հարգելի նախագահներ, հարգելի պատգամավորներ, Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148 միլիարդ 517 միլիոն դրամ կամ փաստացի եղել են 100.5% ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են 96 միլիարդ 596 միլիոն դրամի չափով կամ մոտավորապես 9% գերակատարմամբ։ Միաժամանակ նշեմ, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավել է 2024 թվականի փաստացի ցուցանիշից 25 միլիարդ 396 դրամով։ Եվ սա խոսում է վերջին տարիներին Երևան քաղաքի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպի մասին, որը որ փոքր մասով է կապված գույքահարկի հետ։ Սա այն վարչարարության արդյունքն է, որ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է տարբեր ոլորտներում եւ հավաքագրումների համար հնարավորություն է ստեղծել մասնավորապես շինարարության ոլորտից եւ տարբեր այլ ոլորտներից, որոնք որ նախկինում փաստացի եղել են կամ ստվերային դաշտում կամ որևէ турքերով եւ հարկերով ծանրաբեռնված չեն եղել։ Եվ սա է նաեւ այն ամեն այս process-ներն են բոլոր աշխատանքների հիմքը, որոնք որ մեծ ծավալներով իրականացվում են Երևան քաղաքում։ 2025 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 147 միլիարդ 825 միլիոն դրամի աշխատանք, որը մեր ծախսային հոդվածների նախատեսվածի 90%-ն է եղել եւ հաշվետվու տարում իրականացվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ աշխատանքներ եւ սեփական եկամուտների եւ պետական բյուջեի եւ վարկադրամաշնորհային միջոցների հաշվին։ Առաջին հերթին երևի թե կնշեմ ճանապարհային ենթակառուցվածքների հարցը, որ ընդհանուր առմամբ մոտավորապես մեր ծախսը եղել է 4 միլիարդ դրամի եւ իրականացվել են եւ միջին նորոգման աշխատանքներ եւ մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ եւ ինչ որ տարածված կարծիք կար մի պահ, որ այն հատվածներում որտեղ որ այս նորոգման աշխատանքները իրականացվել են, դրանք որակով չեն իրականացվել եւ ձմեռվա սեզոնից հետո խնդիրներ են առաջացել, ուզում եմ վստահեցնել, որ բոլոր այն հատվածներում, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է միջին նորոգման աշխատանքներ կամ փոսալցման աշխատանքներ, բոլոր այդ հատվածներում ճանապարհները մնացել են լավ որակի եւ բազմաթիվ այլ հատվածներում տարբեր պատճառներով, սկսած նրանից, որ եղանակային պայմանները Երևան քաղաքում վերջին 20 տարիների ընթացքում ռեկորդներ են սահմանել տեղումների առումով, ջերմաստիճանի տատանումների առումով, որն էլ հիմնականում բերել է ճանապարհային հատվածների տարբեր խնդիրների, որոնք որ արդեն իսկ կարելի է ասել գրեթե 95%-ով լուծված են։ Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակներում տրվել է մեր 45 տրոլեյբուսների 30% կանխավճարը նախորդ տարի, իսկ 70%-ը արդեն ֆինանսավորվել է 2026 թվականին եւ այս տրոլեյբուսները արդեն իսկ Երևան քաղաքում երթևեկում են եւ կարծում եմ արդեն մարդիկ կարող են օգտվում են եւ նաեւ բազմաթիվ շնորհակալական խոսքեր ենք ստացել եւ շատ ուրախ ենք, որ տրոլեյբուսային այս ցանցի արդիականացումը կարելի ասել ամբողջացրել ենք։ Երևան քաղաքում այլևս մենք չունենք շատ հին տրանսպորտային միջոցներ, Երևան քաղաքում մենք փոխարինել ենք բոլոր հին գազելները, գնել ենք 749 նոր ավտոբուսներ եւ գնել ենք 45 + 30, այսինքն 75 ամբողջովին նոր տրոլեյբուսներ, որոնք որ փոխարինել են մեր ամբողջ հին տրոլեյբուսային ցանցը, Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չունենք։ Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորել է տրանսպորտային մեր ընկերությունները, Երևանի ավտոբուսը, Երևանի էլեկտրոտրանսպորտը եւ Երևանի մետրոպոլիտենը համապատասխանաբար 21.4 միլիարդ դրամի, 1.5 միլիարդ դրամի եւ 4.9 միլիարդ դրամի, ընդ որում հաշվի առնելով ուղևորափոխադրումներից ստացված եկամուտները 15.2 միլիարդ դրամ եւ պետության կողմից համաֆինանսավորման միջոցները 1.5 միլիարդ դրամ, համայնքի կողմից լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմել է
11 միլիարդ դրամ, այսինքն կրկին բոլոր այն խոսակցությունները, որ նույնիսկ այս նոր սակագներով Երևանի քաղաքապետարանը եկամուտներ ունի բավարար չափով, որպեսզի այս ծախսերը ծածկի, իրականության ուղղակի չեն համապատասխանում, Երևանի քաղաքապետարանը այլ ոլորտներից եկամուտներ է հավաքագրում եւ ծածկում է տրանսպորտային ոլորտում եղած ծախսը 11 միլիարդ դրամով 2025 թվականին։ Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման համար հաշվետու տարում կատարվել է 3 միլիարդ դրամի ծախս, որի շրջանակներում իրականացվել են Սասունցի Դավիթ, Զորավար Անդրանիկ կայարանների թվով 6 շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ, նորոգվել են 26 թվով 26 գնացքներ, ձեռք են բերվել եւ նորոգվել են թվով 57 շարժիչներ, ընդհանուր վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են իրականացվել մետրոյի բոլոր կայարաններում։ 2025 թվականին վերջապես ավարտվել է Աջափնյակ կայարանի նախագծման փուլը, ստացվել է նախագծի պարզ փորձաքննության եւ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունները 2026 թվականին մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրի իրականացման գործընթացը այս պայն գտնվում է շարունակական փուլում եւ մենք իրականացնելու ենք շուտով մի քանի կարեւոր մրցույթներ, առաջին հերթին հսկողության ինժեներական նաև հսկողության մրցույթը, որով ենթադրում ենք ներգրավել միջազգային մակարդակի հսկող նմանատիպ աշխատանքների փորձ ունեցող, որից հետո նաև պետք է իրականացնենք օտարումները եւ իրականացնենք արդեն իսկ շինարարական աշխատանքների մրցույթը, որը ենթադրվում է իրականացնել FIDIC տրամաբանությամբ։ Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է մոտավորապես 13.7 միլիարդ դրամ եւ Երևան քաղաքում աղբանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների, այդ թվում ձյան մաքրման աշխատանքների իրականացումն ապահովելու համար Երևանի աղբանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկին հատկացվել է 6.3 միլիարդ դրամ եւ կառուցվել են թվով 250 հարթակներ աղբամանների համար 1.3 միլիարդ դրամով ձեռք է բերվել թվով 27 հատուկ նշանակության մեքենա մեխանիզմներ, որոնք որ գալիս են արդիականացնելու մեր ամբողջ համակարգը եւ 2000 կենցաղային թափոնների կոնտեյներներ, տեղեկացնեմ, որ այս տարի ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է կրկին մոտավորապես 5 տասնյակից ավել տեխնիկայով, տարատեսակ տեխնիկաներով, բազմաֆունկցիոնալ, որոնցով մենք պետք է փոխարինենք մի մասը եւ նոր ծառայություններ ավելացնենք այս հիմնարկում, ավելի էֆեկտիվ սանմաքրման աշխատանքները կազմակերպելու համար կարելի ասել տենց լավագույն եվրոպական ստանդարտներին մոտեցնելու ճանապարհին ենք մեր ԵԱՍՄ հիմնարկը։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանման հողակը սուբսիդավորվել է 4.7 միլիարդ դրամով, որի շրջանակներում կանաչ տարածքները ընդլայնվել են միայն 2025 թվականին 14.1 հեկտարով եւ պահպանվել է ընդհանուր 910 հեկտար կանաչապատ տարածք, թվով 39 ջրային կառույցներ արդիականացվել եւ վերականգնվել է շուրջ 35,000 գծամետր ոռոգման ջրագիծ։ Վերջին 4 տարիների ընթացքում, իհարկե մենք անընդհատ այս թվերը ասում ենք, բայց երևի թե նաև պետք է պատկերավոր ցույց տալ, թե որ հատվածներում Երևան քաղաքում 60 հեկտար, այսինքն 60,000 քառակուսի մետր նոր կանաչ տարածքներ են ավելացել իրենց ոռոգման համակարգերով եւ վերջին 4 տարվա աշխատանքը կրկին պատասխանատու հայտարարում եմ ավելին է, քան դրան նախորդող 22 տարիների աշխատանքը միասին վերցրած։ Այսինքն վերջին 4 տարում Երևան քաղաքը համալրվել է ավելի շատ կանաչ տարածքներով, քան համալրվել էր դրան նախորդող 22 տարիներին, ել չասեմ, որ դրանք բոլորը նաև ոռոգման համակարգերով են հագեցած եւ այս բոլոր տարածքները դուք կարող եք տեսնել Եռաբլուրի ճանապարհին մոտավորապես 12 հեկտար, Նորք Մարաշի լանջերին մոտավորապես 7 հեկտար, տարբեր հատվածներում ունենք անտառ պուրակներ նմանատիպ եւ աղրելի ծավալի աշխատանք է արվել
Իհարկե շարունակել ենք աշխատանքները թափառող կենդանիների խնամքի կենտրոնում եւ այդ գործունեության ապահովմանը ուղղվել է 308 միլիոն դրամ, տեղափոխվել է մեր ՀՕԱԿ 4139 թափառող շուն, որոնց նկատմամբ ըստ անհրաժեշտության իրականացվել են համապատասխան աշխատանքներ, ընդ որում որդեգրության է հանձնվել 83 շուն եւ այդ շներից մեկի տերն էլ ես եմ, չեմ հիշում 2026 թվականին թե 26 թվականին եւ կրկին անգամ հորդորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ ուզում են ընտանի կենդանիներ պահել, առաջին տարբերակը դիտարկել որդեգրումը, որովհետեւ իրապես այս կենդանիները նույնպես ընտանիքների կարիք ունեն։ Նոր աղբավայր հիմնարկին որպես սուբսիդիա տրամադրվել է 297 միլիոն դրամ աղբավայրերում բռնկվող հրդեհների կանխարգելման եւ վերացման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով եւ առհասարակ Նուբարաշենի աղբավայրում ամբողջապես նոր իրավիճակ ունենք եւ այնտեղ կազմակերպական աշխատանքները իրականացվում են մեր նոր աղբավայր ընկերության կողմից, նախկինում դա արվում էր մասնավոր ընկերության կողմից, համապատասխան տեխնիկայի եւ մարդուժի եւ վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել, տեսախցիկներ են դրվել ամբողջ տարածքով, տեղադրվել են արգելափակոցներ, մուտքը հստակ արձանագրվում է բոլոր ավտոմեքենաների եւ համապատասխանաբար նաեւ վճարումներ են գործում մասնավոր ընկերությունների համար տեղափոխող եւ ընդհանուր վտանգը բռնկումների էականորեն նվազել է, որովհետեւ շատ արագ արձագանքման խմբեր ունենք այնտեղ։ Ունենք նաև Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում անտառապաշտպանիչ բուֆերային գոտու ստեղծման աշխատանքները, որոնք որ սկսվել են 2025 թվականին եւ ավարտվել են 26-ին, այնտեղ ծախսել ենք մոտավորապես 99 միլիոն դրամ եւ այս տարի արդեն իսկ 8 հեկտարին մոտ տարածքներում կրկին անտառապաշտպանիչ շերտ է ստեղծվել։ Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցման եւ վերակառուցման նպատակով պետության աջակցությամբ աշխատանքներ են իրականացվել թվով 22 հասցեներում, ծախսվել է 814 միլիոն դրամ եւ սա այն կարևոր աշխատանքն է, որ սկսել է 2022 թվականից հիմնարար կերպով, որով որ մենք Երևան քաղաքում վերակառուցում ենք կամ կառուցում ենք ամբողջապես նոր կոյուղագծեր եւ վերանորոգում եւ հիմնանորոգում եմ հեղեղատար համակարգերը, այս աշխատանքները իրականացվում են, կրկնեմ 2022 թվականից, սկզբում դրանք արվում են Երևան քաղաքի բյուջեի հաշվին, հիմա ամբողջապես դրանք արվում են պետական բյուջեի հաշվին եւ նաեւ Վիոլաջուր ընկերության կողմից։ Բազմաբնակարան շենքերի նորակման, բակային շինարարության համար իրականացվել է հիմնանորոգումներ բակերում 100-ից ավելի բակերում, կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստյան գոտիներ, կանաչ տարածքներ եւ տարբեր աստիճանների վերանորոգում եւ այս աշխատանքները կրկին այս ծավալները ստացել են 2022 թվականից սկսած եւ Երևանյան բակերը, հուսով եմ նաեւ այս վերջին շրջանում քարոզարշավի ընթացքում շատ մարդիկ հասցրեցին տեսնել, թե ինչ է կատարվում Երևանյան բակերում։ Մոտավորապես վերջին 4 տարիների ընթացքում մենք միայն Երևանյան բակերում կառուցել ենք 136 ֆուտբոլի դաշտ, որը կարծում եմ արդեն տենց շատ լավ եւ դրական ցուցանիշ է, այսինքն ընդհանուր քաղաքի բակային միջավայրում էական փոփոխություն բերող ցուցանիշ է եւ այս տեմպերը ոչ միայն պահպանելու ենք, այլ նաեւ ունենք ցանկություն ավելացնելու, որովհետեւ այդ քանդված ավտոտնակների փոխարեն, երբ որ բակերում հայտնվում են խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, հանգստյան գոտիներ, ամբողջ բակի միջավայրերը փոխվում են։ Իհարկե նաև շարունակել ենք վերանորոգել շքամուտքեր, հիմնանորոգվել են 106 վթարային պատշգամբներ եւ այլ բնույթի աշխատանքներ, որոնք որ պետք է իրականացվեն համատիրությունների կողմից եւ այստեղ մենք կարծում ենք, որ ունենք ֆունդամենտալ խնդիր համատիրությունների մասին օրենքի վերանայման կարիք եւ արդեն իսկ երևի թե ուշացած քննարկում է սա, բայց մենք հանձն ենք առնում նվազագույնը մեր կողմից բոլոր առաջարկները
որոշակներ անել ազգային ժողովին համատիրությունների մասին օրենքում էական ֆունդամենտալ փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի այդ համակարգերը նույնպես դառնան ֆունկցիոնալ, որովհետև օրինակ մեր հաջորդ ծրագիրը վերելակային տնտեսության արդիականացման ծրագիրը նույնպես համատիրություններին վերաբերող ֆունկցիա է, որը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը եւ 2025 թվականի վերջի դրությամբ Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի 60%-ի վերելակները արդեն իսկ փոխարինել է։ Այսինքն մենք նախորդ տարի արդեն իսկ 2560 վերելակ տարվա վերջով փոխարինած ենք եղել եւ մեզ մնացել է փոխարինելու 1822-ը եւ միայն նախորդ տարի 503 վերելակ է փոխվել Երևան քաղաքում։ Առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպությունները համալրվել են թվով 15 բժշկական ժամանակակից սարքավորումներով, մոտավոր ծախսը եղել է 258 միլիոն դրամ, թվով 440 բնակիչների տրամադրվել է Երևան քաղաքի անվճար բժշկական հետազոտություններ, շարունակվել է իրականացվել Երևան քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման եւ բակային տարածքի բարեկարգման, ինչպես նաեւ մեկնարկել ավարտվել է Մալացա Սեբաստիա առողջության կենտրոնի առաջին, երկրորդ եւ 4-րդ հարկերի վերանորոգման աշխատանքները, կառավարվել է եւ ամբողջությամբ հանձնվել է Երևանի Արաբկիր առողջության կենտրոնը, թվով նաեւ 2 վերելակներ ենք այնտեղ փոխարինել եւ մենք արդեն փաստացի Աղվանի առողջության կենտրոնը ունենք ամբողջապես հիմնանորոգված, Արաբկիրի առողջության կենտրոնը ունենք ամբողջապես հիմնանորոգված եւ մեր նոր վարկադրամաշնորհային ծրագրով ունենք նաեւ հիմնանորոգված մեր Նորքի առողջության կենտրոնի մասնաճյուղը, ունենք Բաղրամյան մեր մասնաճյուղը ամբողջությամբ Կիլիկիայի մասնաճյուղը Բաղրամյան կենտրոնի հիմնանորոգված, եթե չեմ սխալվում Բաղրամյանի մասնաճյուղներ եւ այսպես ունենք տարբեր հատվածներով ամբողջապես հիմնանորոգված առողջության կենտրոններ, իսկ նոր ծրագրով Երևան քաղաքի բոլոր առողջության կենտրոնները, մեր նոր վարկադրամաշնորհային ծրագրով բոլոր առողջության կենտրոնները հիմնանորոգվելու են կամ կառուցվելու են զրոյից եւ մի կարևոր ծրագիր, որի մասին շատ քիչ ենք խոսել, Երևան քաղաքի քաղաքապետարանի եւ Երևան քաղաքի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների, այդ թվում մանկապարտեզների, արտադրոցական հաստատությունների, գրադարանների, թատրոնների եւ թանգարանների աշխատակիցները մոտ 15402 մարդ ունեցել է առողջապահական ապահովագրություն, նույնիսկ դեռևս դրան նախորդող տարվանից 2025 թվականին 15402 մարդ ներառյալ մեր ԵԱՍՄ աշխատակիցներ, այսինքն բոլորը ունեցել են առողջապահական ապահովագրություն եւ այս սոցիալական փաթեթը Երևանի քաղաքապետարանը գնումը կատարել է հենց Երևան քաղաքի բյուջեի հաշվին, հիմա հաշվի առնելով, որ առողջապահական համակարգը նոր ծրագիր է ներդրել առողջապահական ապահովագրության, մենք փակելու ենք այն հատվածը, որոնք որ այդ ծրագրի տակ չեն ընկնելու, այսինքն Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս ծրագիրը իրականացնել իր բոլոր աշխատակիցների համար, ներառյալ ենթակա կառույցների աշխատակիցների համար, ովքեր որ ընդհանուր ապահովագրության տրամաբանության ներքո չեն ընկնում։ Հանգստի գոտիներ զբոսայգիների արդիականացման ուղղվել է 209 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք դեռևս նախորդ տարիներին մեկնարկած Դավթաշենի առաջին, երկրորդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ենք ամբողջապես բարեկարգել, Նորքի երկրորդ զանգվածի վերածննդի այգին ենք բարեկարգել եւ այստեղ նաեւ վերածննդի այգում մենք մի նոր շատ հետաքրքիր խաղահրապարակ ենք կառուցելու, որը որ մեր նոր մոդելի խաղահրապարակներն են, ենթադրում եմ տեսած կլինեք Կողբացու խաղահրապարակը, Օղակաձև այգում գտնվող մեր Կարմրախայտ խաղահրապարակը եւ նաեւ երրորդ մասնաշենքի կառավարության երրորդ մասնաշենքի դիմացի խաղահրապարակը նման մի խաղահրապարակ հայտնվելու է նաեւ Նորքում վերածննդի այգում։ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասի այգիների բարեկարգումը, այդտեղ մի նոր կասկադ ենք ստեղծել, ամբողջապես նոր աստիճաններով
Եթե նկատել եք այդ ճանապարհով անցնելով, այնտեղ ամբողջապես նոր միջավայր է, իրականացրել ենք նաև մեծ ծավալի կանաչ տարածքների հիմնում եւ այդտեղ նույնպես ռոռոկման համակարգեր նույնպես ներդրել ենք եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրի հարակից տարածքի հիմնանորոգման աշխատանքներն են կարել, այդտեղ էլ մեծ ծավալի աշխատանք է արված եւ տարբեր արեգիներում իրականացրել ենք բարեկարգման եւ կահավորման աշխատանքներ։ Պետական աջակցությամբ իրականացվել է բուսաբանական այգու պարոնախարարը նշեց տարածքում անտառ-պուրակի կառուցման աշխատանքները գտնվում են շարունակական փուլում էսպայի դրությամբ եւ ծախսը կազմել է 2 միլիարդ 148 միլիոն դրամ, իսկ աշխատանքները կշարունակվեն եւ հուսով ենք որ կավարտվեն արդեն իսկ այս տարի մեծ ծավալի աշխատանքը արվել է 2025 թվականին, շարունակվել է 2026 թվականին եւ այնտեղ իրապես տենց նոր եւ գեղեցիկ լուծումներ են տրված, սկսած բազալտի օգտագործումից, տուֆի օգտագործումից, ջրային ավազաններից եւ այդպես շարունակ շատ գեղեցիկ նոր միջավայր է լինելու կյանքի պուրակը։ Մշակութային միջոցառումները կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ բավականին տպավորիչ մշակութային միջոցառումներ են իրականացվել Երևան քաղաքում եւ կրկին 2022-23 թվականներից Երևան քաղաքում ընդհանուր մշակութային կյանքը էականորեն փոխվել է Երևանի քաղաքապետարանի իրականացվող ծրագրերի նաեւ շնորհիվ։ Եթե չասեմ մի քիչ անհամեստություն անեմ ու չասեմ, որ էականորեն նաև դրանից կախված, որովհետև սկսած մեր բալետային փառատոնից Թումոյի այգում կազմակերպվող, որտեղ նախորդ տարի հանդես են եկել Բոլշոյի եւ Մարինսկի թատրոնները, ավարտած մեր Էրեբունի Երևան տոնակատարություններով, Երևանի ջազի միջազգային փառատոնով, մեր երիտասարդական նվագախումբը, որը որ ստեղծվել է եւ շարունակում է իր գործունեությունը եւ 2025 թվականին ինտենսիվ նաեւ համերգներ է տվել հանրապետությունից դուրս եւ ավելի ու ավելի շատ հրավերներ է ստանում էսպայն նաեւ հանրապետությունից դուրս եւ այստեղ նաեւ էս մեր երիտասարդական նվագախմբի մասին ուզում եմ հատուկ շեշտել, որ սա առաջին հերթին կրթական ծրագիր է։ Ինքը նոր հարթակ է, որը տալիս է հնարավորություն երիտասարդ երաժիշտներին ձգտելու տեղ ունենալ եւ այդ երեխաները, երիտասարդները իմանալու են, որ մինչեւ պրոֆեսիոնալ դաշտում երաժիշտ դառնալը այստեղ կա այս որոշակի հնարավորությունը երիտասարդական նվագախմբում հանդես գալու եւ մենք ստեղծել ենք մի նոր հարթակ, որտեղ որ յուրաքանչյուր երեխա կարող է իր իրեն տեսահոլովակով նկարահանել եւ համապատասխան տեղի համար դիմել եւ այս նաեւ այդտեղ նաեւ բացառել ենք բոլոր տեսակի այս խնամի ծանոթ բարեկամ տրամաբանությամբ երեխաների ընտրությունը եւ ներգրավել ենք միջազգային մակարդակի մասնագետներին, ովքեր որ նաեւ իրենք են գնահատելու երեխաների կարողությունները։ Այստեղ նաև երևի թե ավելացնեմ իհարկե Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, տպավորիչ միջոցառումները, որը կրկին կարելի ասել ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է։ Կրթության ոլորտի ծախսը կազմել է 46.8 միլիարդ դրամ, որի շրջանակներում համայնքային բյուջեից 19.8 միլիարդ դրամի չափով սուբսիդիա է տրամադրվել համայնքային ենթակայության մանկապարտեզներին եւ արտադպրոցական կազմակերպություններին, իսկ հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 20.5 միլիարդ դրամ սուբսիդիա։ Հարկ է նշել, որ 25 թվականի երաժշտական եւ արվեստի դպրոցների, մարզադպրոցների, ՄՊՍԿ-ների, մշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել ենք 30%-ով։ Եվ գրադարանների աշխատակիցները բարձրացրել ենք 15%-ով, թատրոնների, թանգարանների աշխատակիցներինը միջինում 30.6%-ով եւ սա լինելու է շարունակական եւ իրականում երբ որ մեզ ասում են բա այդ եկամուտները ուր են ուղղվում, այ հենց նաեւ այստեղերն են ուղղվում, որտեղ որ մեր մանկապարտեզների
աշխատակիցների աշխատավարձերն են բարձրանում, մեր թանգարանների եւ թատրոնների, գրադարանների աշխատակիցների աշխատավարձերն են բարձրանում եւ ես հատուկ եմ շեշտում այս խոշոր թվերը, որպեսզի հասկանանք, թե Երևանի քաղաքապետարանը ինչ ծավալի սուբսիդիա է տալիս մանկապարտեզներին եւ ինչ ծավալի նաեւ տրանսպորտին է սուբսիդիա տվել։ Այսինքն այս խոշոր թվերը շատ կարեւոր է լսել։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման այստեղ մի քանի կարևոր բաներ կուզենայի արձանագրել, իրականում Երևանի քաղաքապետարանը երկու կարևոր ծրագիր է իրականացրել, մեկը նախադպրոցական հաստատություններում, ու մի քանիսը կան նախադպրոցական մեր հաստատություններում, առաջինը տեսախցիկներով վերահսկողությունն է, որը որ ինչ որ եւ շարունակաբար այս տեսախցիկների քանակը ավելացնում ենք մեր մանկապարտեզներում, որը որ բացահայտվում են տարատեսակ խնդիրներ եւ դրանք ստանում են լուծումներ, մենք ունենք հեռացված մի քանի անձինք, ովքեր որ չեն գործել կանոններով եւ կարծում եմ սա շատ կարեւոր վերահսկողական գործիք է։ Մեր նախադպրոցական հաստատություններում մենք ներդրել ենք հուզական ինտելեկտի նոր պիլոտային ծրագիր, որը էականորեն ապացուցված է առաջին հերթին, որ երեխաները 2-ից 5 տարեկանում ճիշտ իրենց մեթոդաբանությունը կիրառելով նրանց մոտ զարգանում է հուզական ինտելեկտը, որը որ առաջին հերթին թույլ է տալիս ճանաչել սեփական էմոցիաները եւ մարդկանց հետ կոմունիկացիայում ապագայում վստահորեն ամենակարևոր ունակություններն է զարգացնում երեխաների մոտ եւ սա այն ծրագիրն է, որ մեզ տալու է էականորեն նոր տրամաբանությամբ հասարակություն եւ մեր պիլոտի արդյունքները արդեն վկայում են այդ մասին, որովհետեւ այդ միջավայրում այդ մեթոդաբանության փոփոխությունից հետո երեխաների միջև կոնֆլիկտներն են էականորեն նվազել եւ շատ հարցեր, որոնք որ թվում էր թե լուծումներ չկան դրանց, լուծումներ են ստացել։ Եվ իհարկե դպրոցներում հեռախոսների, բջջային հեռախոսների էական սահմանափակումներն են, որոնք որ կրկին դրական արդյունքներ են տվել եւ վստահորեն եւ ուսուցիչներն են միանշանակ գոհ այս գործընթացից, առաջին հերթին շատ գոհ են ծնողները եւ նույնիսկ երեխաները որոշ չափով գոհ են։ Կառուցման համար նախադպրոցական հաստատությունների ծախսել են 2.2 միլիարդ դրամ եւ ավարտին ենք հասցրել 74 եւ 138 մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները, 156 մանկապարտեզում աշխատանքները մեկնարկել են 25-ին 2026 թվականի ընթացքի մեջ են դեռևս եղել, շարունակվել են թվով 15 մանկապարտեզների բակային տարածքներում բարեկարգման աշխատանքները, որոնք որ գրեթե բոլորը արդեն իսկ ավարտված են, դա 76 մանկապարտեզն է, 77, 81, 82, 88, 90, 63, 135, 138, 61, 109, 110, 161, 47 եւ 15 մանկապարտեզներ եւ այս գրեթե բոլորում կարելի ասել աշխատանքները ավարտվել են, իրականացրել ենք հորիզոնական միջոցառումներ, դա նշանակում է ջեռուցման, ֆոտովոլտային լուսավորման համակարգերի եւ արևային ջրատաքացուցիչների նախագծման ներդրում եւ թվով սա իրականացնել թվով 36 մանկապարտեզներում, առհասարակ մեր մանկապարտեզների ենթակառուցվածքի վրա մեծ ուշադրություն ունենք, շարունակում ենք ունենալ եւ այստեղ տեմպը բավականին մեծ է եւ վերջին երևի թե եւ 1-2 ծրագրերը, որոնց մասին կուզեի խոսել, դա իհարկե Ալբերտ Ազարյանի մարզադպրոցն է, Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը, որը շատ մեծ տեմպերով իրականացվում է, սկսել ենք նախորդ տարի, ավարտելու ենք այս տարի ու ահռելի ծավալի աշխատանք է արվել, դրա վրա միայն նախորդ տարի մոտավորապես 1.5 միլիարդ դրամ գումար ենք ծախսել եւ իհարկե սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվել է 522 միլիոն դրամ տարբեր սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացրել հաշմանդամներին, երեխաներին, տարեցներին, բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքների համար, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ու ընտանիքներին ուղղված ծրագրեր, 100-ամյա տարեցներին ուղղված 1 միլիոնական դրամ մեր աջակցության ծրագիրը։ Այսքանը։